Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ շատերը երկար ժամանակ կարծում էին Հայաստանի ճակատագիրը հնարավոր է միայն Ռուսաստանի հովանու ներքո։ 2020 թվականի պատերազմի եւ այն ամենը, ինչ դուք ապրեցիք, ցույց տվեցին, որ դա այն հովանավորությունը չէր, ինչպես շատերը պատկերացնում էինք, տեսանք, որ Ռուսաստանը լքել է Հայաստանին, նշել է Մակրոնը։ Եվրոպական հանձնաժողովը բարձր է գնահատել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման Հայաստանի առաջընթացը։ Եվրամիությունը Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանյան երկխոսություն 3-րդ միջազգային համաժողովին։ Համաժողովին ներկային եղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը եւ մի շարք այլ հյուրեր։ Վարչապետը հանդես է եկել ելույթում, որում մասնավորապես անդրադարձել է կառավարության խաղաղության խաչմերուկ, ինչպես նաեւ Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծերին։ Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության գծով բարձր անձնակատար Կայա Կալասը հայտարարել է, որ Հայաստանն Հարավային Կովկասի հետ մեր հարաբերությունների հիմնական հենասյունն է։ Մայիսի 5-ի կեսօրի Մոսկվայի բոլոր 4 օդանավակայաններում սահմանափակվել է ուղևորատար չվերթների ընդունումն ու մեկնումը, ըստ Ռոսավիացիայի տարածած հաղորդագրության այս միջոցառումներն անհրաժեշտ են անվտանգության ապահովման համար։ Մադրիդի Ռեալի հարձակվող Կիլիան Մբապեն դժգոհ է իր մի քանի թիմակիցների պահվածքից։ Այս մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Ֆրանսուଆ Գալյարդոն։ Ըստ աղբյուրի առաջին հերթին սրվել է Մբապեի եւ Վինիսիուս Ժունիորի միջև կոնֆլիկտը, որի մասին իսպանական մամուլը գրել էր դեռևս նոյեմբերին, նշում է, որ ֆրանսիացի հարձակվողը չի զգում նաեւ մյուս թիմակիցների աջակցությունը։